3 օր տևեց խորհրդարանում կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը, որը, ինչպես վարչապետը բնորոշեց, կրկին դարձավ նախկին ներկա բանավեճ։ Մինչ ամփոփիչ ելույթը սկսելը Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմության երեկվա վարքին։ Զեկույցը ներկայացնում ես, մեկ է տեսնում ես, այն դռնից ինչ որ մարդիկ են մտնում, սենց արած, գալիս սենց ինչ որ գործողություն են անում, սենց արած, էլի դուրս են գալիս, ասում եմ, Էս ինչ հաշիվ է ժողովուրդ, էս ինչ հոսք է, մարդկանց էս ինչ հոսք է, չեմ տեսել տես բան։ Էս մարդիկ մեզ 8 տարի է շշի են շարում, թե ինչ որ պարգևավճարներ, չգիտեմ ինչ, գալիս են թաքուն գրանցվում գնում, որ ենթադրենք մի քանի կոպեկ կամ բան ավել ստանան Եվ արդյունքում ես դա ֆիքսեցի հրապարակեցի, իրանք ստիպված էին հետո գալ եւ մասնակցել ելույթների փուլին։ Վարչապետի խոսքով քննարկումը ցույց տվեց, որ այն, ինչ անվանում են պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է, որի մեջ էին ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, ՀՀԿ-ն։ Հանրապետականը արդեն, ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է, նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին, հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Ընդ որում, այս հանգամանքը, որ ուժեղ Հայաստանը նույն բանն է, հանրապետական կուսակցությունն է, ու այն որ Սերժ Սարգսյանը եւ մյուսները հայտարարեցին բացահայտ իրանց աջակցելու մասին, բայց կարծում եմ այդ պատկերը ամբողջացրեց Քայլերթի շտուրմանը, որը կանգնած էր բանի, ասենք, ջիպի ստոյկային կանգնած Քայլերթի շտուրմանը, որը մենք մոռացել ենք, ախր ինքը հանրապետական խմբակցության ղեկավար է եղել եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել։ Երբ ասում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները վերջին շանսն է, դա ըստ Փաշինյանի Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է։ Այսպիսով ավելի է ընդգծվում նախկին ներկավիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը, նշեց վարչապետը։ Ու հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մի ձև կա միայն։ Դրա համար պետք է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ անցողիկ շեմը չհաղթահարեն։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում, ու այդ իրատեսականությունը այս ամբիոնից ուղակի ճառագեց։ Ինչի՞, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեխ, շունուշանգյալ, բոշա, այսինքն ստեղ իրանք ինչ են, մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, շունուշանգյալ ու բոշա։ Փաշինյանի խոսքով մարդը պետք է որոշի մարտահրավերն ընդունում է թե ոչ։ Մի հոգի կա 63 երկրի քաղաքացի է, ասում է ես վստահ եմ, որ ես բան եմ անելու, դառնալու եմ վարչապետ։ Երկու հանգամանք եմ ասում։ Ուրեմն ինքը ոչ ընտրություններին մասնակցում է, ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու է։ Բայց նրանք, ովքեր որ մասնակցում են, այսինքն դե յուրե համ պատգամավոր, համ մասնակցում են, համ պատգամավորի թեկնածու են, համ վարչապետի, բա նրանք ինչ ասեն։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Մի անգամ այդքան ասելուց հետո հղում չեն անում ժողովրդին, ասում են մենք վստահ ենք, որ հաղթելու են, բայց մի հատ նախադասություն չկա, որ մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը գալու է մեզ ընտրի։ Էդ եմ ասում, ինչ որ տեղեր ասել են, ղրգել են ասել են գնա։ Ու այդ երիտասարդը ուղղակի խաբար չի իր հետ հիմա ինչ է։ Հիմա ինքը ամեն օրվա հետ, ասում եմ ամեն օրվա հետ դառնում է ավելի ու ավելի բոմժ։ Ու ստեղ մենք ոչ մի մեղք չունենք։ Վարչապետը անդրադարձավ նաև քննարկումներում ընդդիմության հնչեցրած այն մտքին, որ Հայաստանում դպրոցներ են փակվում։ Իրանք վերջին անգամ այդ դպրոցները, որ ասում են մենք փակում ենք, երբ են եղել այդ դպրոցներում։ Բայց այդ դպրոցները, այսպես կոչված դպրոցները իրանց պետք է։
Որովհետև իրանց պետք է որ այդ մեր երեխեքը այդ դպրոցներում անցկացնեն 10 տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից նույնիսկ զուր կլնեն, որ արդյունքում այդ երեխեքի շալվար ունենալու հույսը իրանց վրա լինի, ընտրակաշարք բաժանողներ էին, ընտրակաշարքի բանը, որ վերջում էլ, մի հատ ասենք, ենթադրենք բան են, ադնարազովիս շալվար շպրտեն այդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն, արա, այ բոշեք, այ լնգուլավազներ, այսպես կոչված ավերակներ իրանց պետք են, որովհետև այդ դպրոցից դուս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարա ալնի, որ իրանց բրիգադներում, կալուգաներում և տարբեր տեղերում, ավտոների, վագոնների տակ քնելով, ամիսներով չլողանալով, բայց այդ երեխեքը գիտեք ինչ են սպարծիվկով, որովհետև դուք իրանց տարել եք աշխատեցնելու և հետ եք ուղարկել այդ սպարծիվկով, որ իրանք գնանոտար երկրներում ձեզ ծառային մի բառ ռուսերեն դաժե չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ դաժե առանց ձեր թույլտվության ոչ կարենան շնչեն, որ արտաշնչեն։ Փաշինյանը խոսեց նաև հաստատված խաղաղության վերաբերյալ քննադատություններից, ներկայացնելով նախկին իշխանությունների կառավարման տարբեր տարիներին հակառակորդի կրակոցների հետևանքով զոհերի թիվը։ Իրանք ասում են մենք դեմ չենք խաղաղությանը, բայց իրանք ասում են այ խաղաղությունը մեր ժամանակ էր։ Եկեք նայենք ինչ խաղաղություն ա եղել իրանց ժամանակ։ 98 թվական 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով։ 99 թվական 12 զոհ փոխհրաձգության հետևանքով։ 2000 թվական 12 զոհ փոխհրաձգության հետևանքով։ 2001 թվական 3 զոհ սահմանին, 2002 թվական 7 զոհ, 2003 թվական 11 զոհ, 2004 թվական 8 զոհ, 2005 թվական 14 զոհ, 2006 թվական 7 զոհ, 2007 թվական 7 զոհ, 2008 թվական 5 զոհ, 2009 թվական 6 զոհ, 2010 թվական 11 զոհ, 2011 թվական 10 զոհ, 2012 թվական 13 զոհ, 2013 թվական 6 զոհ, 2014 թվական 26 զոհ, 2015 թվական 38 զոհ, 2016 թվական 22 զոհ, 2017 թվական 22 զոհ։ Էս է իրանց ուզած խաղաղությունը։ Ինչու է ասվել Արցախը Հայաստան է և վերջ։ Վարչապետը նշեց 1994-95 թվականից Հայաստանը որպես պետություն նույն կետի վրա կանգնած է եղել 25 տարի ու այդ կետը եղել է փակուղային կետ։ Բայց 30 տարի անկախության 30 տարի ամբողջ պետական համակարգը աշխատել այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է։ Լուծված է այդ հարցը, խնդիր չկա։ Ամեն ինչ նորմալ է։ Եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Ու սկսել ենք հարցեր տալ։ Ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից։ Ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները։ Ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք, որ պետք է այդ թակարդից դուրս գալ, որովհետև եթե այդ թակարդից դուրս չգանք, մենք պետությունը կորցնելու ենք։ Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա։ Էս է ամբողջ խնդիրը։ Եվ մենք այո գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով։ Հիմա էլ գիծ են տանում իմպրո թուրքականության եւ իմպրո ադրբեջանականության մասին։ Որովհետեւ այս մարդիկ ասում են, տեսեք ինչ են ասում, ասում են դե մենք դեմ չենք խաղաղությանը, իրանք երբեք դեմ չեն եղել խաղաղությանը։ Բայց իրանք խաղաղությունը միշտ քննարկել են տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Երկրի ղեկավարն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե իբր ինքն ինչ-որ պայմանավորվածություններ ունի։ Պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված է այդ պայմանավորվածությունների։ Բայց հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։
Այդտեղ սպառնալիք չկա, ոչ մի սպառնալու բան չկա։ Դա շատ պարզ, շատ սովորական տրամաբանություն է։ Եվ այո, այս ընտրություններում ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, նաև այդ տրամաբանությամբ։ Փաշինյանը պնդեց, երբեք չի ունեցել եւ չունի հրապարակային հայտարարված ու գրավոր պայմանավորվածությունից դուրս որևէ պայմանավորվածություն։ Այսպիսով այս քննարկման արդյունքում ըստ երկրի ղեկավարի արձանագրվեց, որ նախկին իշխանություններից ձևավորված ուժերի խնդիրը խաղաղությունը վերանայելն է։ Հիմա էլ նոր խոճապ է սկսել։ Մի ժամանակ ասում էին, որ բանակը, չգիտեմ, բան անպաշտպան ենք, սահմաններ, հիմա մենք ասում ենք լավ, ժողովրդին ցույց կտանք, հիմա էլ սկսել են բանի։ Ինչ են ցույց տալու, չէ, ցույց չեն տալու, չէ, այդ որ ցույց են տալու, այդ չի, ուրիշ բան են ցույց տալու։ Էս ինչ եք խառնվել իրար։ Ինչ եք նորերը ցույց տալիս, հները ցույց տվեք, չգիտեմ ինչը ցույց տվեք, էս ցույց տվեք։ Էս ցույց ենք տալիս, որ ի վերջո տեսանելի կերպով պատասխանենք ձեր պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին։ Դրա համար ենք ցույց տալիս։ Եվ ցույց ենք տալիս նաև նրա համար, որ դա էլ մի գործոն դառնա, որ դուք Հայաստան դաշինքը ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան։ Հավելեց, շատ վատ կլինի, որ հիբրիդային եղանակներով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել փորձող քաղաքական ուժը էլի հայտնվի խորհրդարանում։ Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Ամփոփելով խոսքը վարչապետը նկատեց, անհրաժեշտ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ թե պարզապես խորհրդարանական մեծամասնություն, այլ սահմանադրական մեծամասնություն ձևավորի, որ խաղաղությանը տեր կանգնելու process-ը գնա մինչև վերջ։ Առաջիկա քաղաքական process-ների իմաստը պետքա լինի հետևյալը։ Ժողովուրդը պետքա տեր կանգնի խաղաղությանը եւ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին եւ քաղաքական բոշաներին պետքա ուղարկի հարատև քաղաքական Ինչ տարբերակներ կան ուրիշ։ Կարանք դնենք քվեարկության վարարություն։ Դուրս։ Հարատև քաղաքականությունից դուրս։ Լիանա Խաչատուրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։